Ողջույն սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ, Հայաստանի Հանրապետությանը եւ խաղաղությանը անկեղծ հայկական սիրով սիրահարված հայ մարդ։ Սիրելի հայ մարդ, ուրեմն մի հատ օտար երկյա օլիգարխ կա, մի հատ օտարի տասոչիկ կա, որ ասում է մարդ իշքան պետք է անուղեղ լինի, որ մանկապարտեզ եւ դպրոցներ սարքի։ Ես հիմա ուզում եմ ասեմ, մարդ իշքան պետք է օտարի տասոչիկ լինի, մարդ իշքան պետք է անուղեղ օտարի տասոչիկ լինի, որ նման բան ասի։ Ուրեմն լսեք, արա, այ համբալներ, այ օտարի տասոչիկներ, այ անուղեղ համբալներ, ուրեմն ուշադիր լսեք։ Դուք մի տեսակ մի որակ եք, ովքեր որ ատելությամբ է լծված հայ մարդու սեփական որոշման նկատմամբ։ Դուք մի տեսակ եք, ով աբիժնիկ է կպած հայ մարդու որոշման նկատմամբ եւ հնարավոր եւ անհնարին ամեն ինչ անում են, որպեսզի հայ մարդու որոշումը, հայ մարդու լեգիտիմ որոշումը, հայ մարդու ազատությունը, հայ մարդու անկախությունը, հայ մարդու երջանկությունը գողանա հայ մարդուց։ Դուք գող ավասակներ եք։ Դուք սրիկաշան որդիներ եք, դուք մարդասպան թալանչի օտարի տասոչիկներ եք։ Դուք այ օտարի կիլերներ, դուք օտարի կիլերներ եք, դուք դեսատներ եք, օտարի դեսատներ եք, եւ հայ մարդը ձեր տեսակին, ձեր որակին հունիսի 7-ին քաղաքական մակարդակով ոչնչացնելու է իրական Հայաստանի Հանրապետությունը։ Ոչնչացնելու է ձեր ինելությունը եւ գործունեությունը ոչնչացնելու է Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ դուք դեսատներ եք, դուք կիլերներ եք, այ օտարի կիլերներ։ Եվ թող բոլոր այս օտարի կիլերները, այս դեսատները, թող իրենց ականջին հող անեն։ Հայ ինչքան որ խաղաղությունն է հայ մարդու այսօրվա եւ վաղվա հզորացման, զարգացման, ուժեղացման, երջանկացման երաշխավորը, այդքանով էլ Հայաստանի Հանրապետությունում արդեն կառուցված հարյուրավոր մանկապարտեզներ եւ դպրոցներ են։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետության հզորացման, ուժեղացման միակ առաջնահերթ երաշխավորներից մեկն էլ բարձր գիտելիքներն է։ Եվ հայ մարդու բարձր գիտելիքների ապահովելու համար, հայ մարդու բարձր գիտելիքների ձեռք բերելու համար, հայ մարդու սեփական իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոչինչ չի խնայում, որպեսզի հայ մարդը ձեռք բերի բարձր գիտելիքներ։ Հայ մարդու սեփական իշխանությունը, լեգիտիմ սեփական իշխանությունը իրական Հայաստանի իրական վարչապետի գլխավորությամբ շատ հասկանում է, որ հայ մարդու ապագան կախված է բարձր գիտելիքների մեջ։ Եվ հայ մարդու սեփական իշխանությունը ոչինչ չի խնայում, որպեսզի այսօր եւ վաղը հայ մարդը ձեռք բերի բարձր գիտելիքներ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լեգիտիմ ձևավորված իշխանությունը իրական Հայաստանի իրական վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլոր հնարավոր միջոցները ստեղծում է, պայմանները ստեղծում է, որպեսզի հայ մարդը ձեռք բերի բարձր գիտելիքներ, որովհետև Հայաստանի Հանրապետության ուժեղացումը, հզորացումը կախված է բարձր գիտելիքներով ձևավորված հասարակության մեջ։ Եվ հայ մարդու սեփական իշխանությունը իրական Հայաստանի իրական վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դրա համար տասնյակ հարյուրավոր մանկապարտեզներ եւ դպրոցներ է կառուցում եվրոպական ստանդարտներին համապատասխան եւ դրսից եւ ներսից կահավորված բոլոր անհրաժեշտ տեխնիկաներով։ Հիմա դուք եկել եք բերաններդ լիքը ասում եք մարդ իշքան պետք է հիմար լինի, որ դպրոցներ կառուցի, հա։
Բա մարդ իշքան պետք է անգրագետ հիմար օտարի տասով չլինի, որ նման բան ասի։ Մարդ իշքան պետք է հիմար օտարի տասով չլինի, որ չհասկանա, որ Հայաստանի Հանրապետության հզորացումը, երջանկությունը, ուժեղացումը, զարգացումը բոլոր ոլորտներում կախված է բարձր գիտելիքներով ձևավորված հասարակությունով, բարձր գիտելիքների մեջ, ինչքան շատ բարձր գիտելիքներ, ինչքան շատ բարձր գիտելիքներով ձևավորված հասարակություն, այդքան պետությունը կզարգանա, այդքան պետությունը կուժեղանա։ Թե դուք ուզում եք հայ մարդուն անգրագետության մեջ պահեք, հայ մարդու, հայ բալիկների դպրոցները, մանկապարտեզները աջորդներով արևանգեք ձեր սեփականությունը սարքեք, ձեր ձեթի կանսերվի զավոդները դնեք, որպեսզի հայ մարդը ցենց անգրագետության մեջ մնա, գիտե հարուստ գիտելիքներ ձեր չբերի, որ 5 տարի մետ 5000 10000 դրամով գնաք դաշնակցական երաժշտությունների տակ կենասներ ասեք, հայ մարդուն գնեք, հա, առնեք, հա։ Դուք ուզում եք հայ մարդուն անգրագետության մեջ պահեք, որ խոպանչի սարքեք, օտար պետություններում կոպեկներով աշխատացնեք, հա։ Վերջում եք գցեք փողերը չտակ։ Դուք ուզում եք հայ մարդուն անգրագետության մեջ պահեք, որ ոնց ուզենաք սենց կռուտի տանեք, ֆռաստեք մատներիդ վրա, այ օտարի տասով չկեր, հա։ Այսօր հայ մարդ այլևս ձեր կեղծ դաշնակցական կենասներին չի հավատում։ Դուք այլևս հայ մարդուն չեք կարող ձեր մատների վրա ֆռասնեք։ Դուք այլևս հայ մարդուն դեմ չեք կարող կուրաժիկ լինեք եւ ձեր ձևական շարժումներով, խոսյութներով հայ մարդուն ձեր մատների վրա ֆռասնեք, որովհետեւ այսօր հայ մարդը բոլոր արդեն իսկ ստեղծված կոմֆորտ միջավայրում եվրոպական ստանդարտներին համապատասխան դպրոցներում ձեռք է բերում բարձր գիտելիքներ, այ անգրագետներ, այ օտարի տասոցիկներ, ուղղակի լավ մարդ իշքան պետք է սրբությունը կորցրած մարդ լինի, որ նման բան արտահայտվի։ Հայ մարդը հունիսի 7-ին գալիս է ձեր հետևից։ Հայ մարդը հունիսի 7-ին գալիս է, որպեսզի քաղաքական մակարդակով հավերժ եւ հավիտյան ոչնչացնի ձեզ իրական Հայաստանի Հանրապետությունը, ձեր տեսակին եւ ձեր որակին։ Հայ մարդը գալիս է ձեր հետևից։ Դիմավորեք, գալիս ենք ձեր հետևից, տասնյակ տարիներով սպասված մեր վրեժը քաղաքակիրթ մակարդակով, որպեսզի լուծենք ձեզնից։ Գալիս ենք, անհամբեր սպասեք։ Անհնարինը հնարավոր դարձնելով, այն անհնարինը, այ օտարի դեսատներ, որ ամենայն վատ սարսափելի երազում դուք չեք պատկերացնի, այդ անհնարինով քաղաքական մակարդակով։ Լավ եղեք ժողովուրդ ջան։